Հեցին լիցենզիայից զրկելով լուծեց պետությունը ճգնաժամը, որ իշխանության պնդմամբ այդ գործընթացն սկսելու հիմնական պատճառներ։ Կարծում եմ բոլորը հասկացան, որ հեծում ճգնաժամ չկար, հիմա է ճգնաժամը սկսում։ Հեց նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, որ 3 օր ՀԾԿՀ նիստում փորձում էր ապացուցել, որ չկա ճգնաժամ, հայտնում է մասնակցել է քննարկումների միայն դրա համար, որ մարդիկ իմանան ինչ է կատարվում Հայաստանի էլեկտրական ցանցերի շուրջ։ Ղազինյանի համոզմամբ ամեն ինչ որոշված էր ի սկզբանե ու դա ապացուցվեց, երբ առանց խորհրդակցական սենյակ գնալու ելույթներից անմիջապես հետո վայրկյանների ընթացքում հրապարակեց հանձնաժողովը հեցին լիցենզիայից զրկելու որոշումը։ Պատվերը կատարելու ձև էլ կա, գոնե ձևական կողմը այսպես պահել։ Ինչ է սպասվում ավելի քան 1 միլիոն սպառողի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությանը, որի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգվել է։ Ըստ օրենքի կառավարությունը բանակցություններ է սկսելու սեփականատիրոջ հետ ընկերությունը գնելու շուրջ։ Համաձայնության գալու համար ընդամենը 3 ամիս ունեն կառավարությունն ու սեփականատերը։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Եթե 3 ամիսը լրանա, բայց կառավարությունն ու սեփականատերը արքուվաճառքի համաձայնության եկած չլինեն, սկսելու է գործել գերակա շահի մասին օրենքը։ Պետությունը սեփականաշնորհելու է Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերը։ Իսկ ֆինանսական պարտավորությունների բեռը դրվելու է հասարակ քաղաքացիների ուսերին։ Մի քանի 100 միլիոն դոլար մենք, այսպես հայ ժողովուրդը վճարելու է վարկերը եղած ընկերության վրա, մի քանի 100 միլիոն դոլար էլ մեր գրպանից բոլորի վճարելու են սեփականատիրոջը։ Արբիտրաժային վարույթով Կարապետյանները կառավարությունից 500 միլիոն դոլար փոխհատուցում են պահանջում։ Ընկերությունը նաև մի քանի 100 միլիոն դոլարի ֆինանսական պարտավորություններ ունի։ Ընդամենը մի այսպես քաղաքական քինախնդրության պատճառով, այսպես ասած, ընկանք պարտքի տակ էլի։ Պետությունը չի կարողանալու գնել հեծը։ Դավիթ Ղազինյանը վստահ է, որ այդ մասին գիտի նաև Նիկոլ Փաշինյանը։ Գնից է կախված։ Իսկ գինը պետքա որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ շատ լրջորեն կքննարկի։ Եթե դա շատ մեծ կլինի գինը, Եվ ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումը իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով։ Ձեր կողմից նշված անձնավորությունը շատ լավ գիտի, մոտարկված արժեք է, այսպես ասած, շուկայական, շատ լավ գիտի, որ պետությունը չի կարողանալու դա ձեռք բերել, այսինքն ներգրավելով հարյուրավոր միլիոն դոլար, այսպես արտաքին պարտք ևս։ Ստացվում է հերթական սուտներ հեցի ազգայնացման սցենարը։ Այստեղ արդեն իմ ասածն է, որ ուժերին է կամ որ երկրներին ձեռք տալիս սա ձեռք բերել։ Օրեր առաջ Ղազինյանն ակնարկել էր, որ թուրքեր են ուզում գնել հեծը, հայտնելով, որ ՀԾԿՀ ներկայացուցիչներ են վերջերս եղել այդ երկրում, թող բացատրեն ինչու։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը 3 է հաստատել, որ հանձնաժողովի 3 անդամ մեկնել է Թուրքիա, մասնակցելու էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի աշխատաժողովին։ Խոսել այդ մասին, իլուր աշխարհի հայտարարել ազգաբնակչությանը, որ այ տեսեք ինչպես ձեր նշված անձնավորություններ իր խոսքում նշել, ես մամուլից եմ տեղեկացել, որ այ տեսեք գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի գան հեծը վաճառեն թուրքերին, դա կներեք առնվազն նման է Գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։ Լիլիթ Սարգսյան, Հայկ Ավանեսյան, Առաքել Օհանյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։